Բարի Կիրակի սիրելիներ, եկեք միասին մեր սրտերը պատրաստենք Տիրոջը փառք բարձրացնելու համար։ Ուզում եմ կարդալ Եսայիա 25-րդ գլխի առաջին խոսքը։ Եհովա, դու իմ Աստվածն ես, ես քեզ բարձրացնում եմ, գովում եմ քո անունը, որտև դու սքանչելի կարիր։ Վաղեմի խորհուրդներ, հավատարմություն եւ ճշմարտություն արիր։ Տեր, մենք մեծարում ենք քո բարձր անունը։ Շնորհակալ ենք քո անունից, քո բոլոր բարիքների ու ողորմությունների համար։ Եկեք միասին Տիրոջը մեծարենք ու փառաբանենք այս երգով։ Միասին ծա բարձրացնենք մեր Տիրոջը։ Amen.
Շելի Աստծո եկեղեցի։ Եկեք նստենք եւ Աստծո երաշքանց ներկայությունը վայելենք։ Ամեն։ Փառք Տիրոջն իր սուրբ ներկայության համար։ Իմ սիրելի սաղմոսներից մեկն է, որի միշտ փափագում եմ սրտանց ասել։ 42-րդ Սաղմոսի առաջին խոսքից. Ինչպես որ եղջերուն փափագում է ջրերի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզով Աստված։ Իմ անձը ծառավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ կգամ եւ նրա երեսի առաջին կերևամ։ Սիրելիներ, մեր մարմինները միշտ կարիք են ունենում սնվելու, բայց մեր հոգու միակ կարիքը իրականում դա Աստծո ներկայությունն է։ Դա Աստծո կենդանի ներկայություն է, որի կարիքը մենք ամեն օր ունենք։ Շատ հաճախ մարդիկ իրանց կարիքները, իրանց հոգու սնունդը, իրանց հոգու ծառան ու քաղցը հագեցնում են ունայն բաներով, բայց եկեք մենք սրտանց փափագենք Տիրոջ ներկայությանը։ Եկեք միասին դավանենք, որ ամեն մեր կարիքների ժամանակ մեր փափագները պետք է ուղղված լինեն միայն ու միայն Տիրոջը։ Տեր, շնորհակալ ենք, որ քո տված ջրից Տեր մենք երբեք չենք ծարավի այլևս։ Շնորհակալ ենք Տեր, որ այն ամեն ինչ դու ես տալիս մեզ։ Ոչ ոք ու այս աշխարհը չի կարող տալ։ Շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք։ Եվ հիմա Տեր, մեր սրտի հոժարությունով, մեր երկրպագությունն ենք մատուցում քեզ Տեր, եւ խնդրում ենք, որ դու վայելես այն։ Տեր չեմ կարող պատմել, թե ինչ եմ վերապրում, երբ իմ ներսում սիրո ջրեր են քո շարժվում, խոսքեր չկա։ Ինչպես հայտնեմ սրտիս փափագը դեպի քեզ, ով իմ Աստված, ինչ մեծ ես դու և փառահեղ իմ թանկ ընկեր, և ցանկություն է թափել իմ սերն ինչպես թանկյուն քո ոտքերին, ինչպես աղբյուր սրտից բխում է սերը իմ, անկեղծ մաքուր ամից, ինչպես անուշ ворվով տալիս եմ գոհություն մինչև վերջին կաթիլ, սեն իմ ինչպես թանկյուն քո ոտքերին, ինչպես աղբյուր սրտից բխում է սերը իմ, անկեղծ մաքուր ամից, ինչպես անուշ ворվով տալիս եմ գոհություն մինչև վերջին կաթիլ, սեն իմ տալիս եմ քեզ։ Տեր չեմ կարող պատմել, թե ինչ եմ վերապրում, երբ իմ ներսում սիրո ջրերն են քո շարժվում, խոսքեր չկա։ Ինչպես հայտնեմ քեզ Տեր, ինչպես հայտնեմ սրտիս փափագը դեպի քեզ, ով իմ Աստված, ինչ մեծ ես դու և փառահեղ իմ թանկ ընկեր, և ցանկություն է թափել իմ սերն ինչպես թանկյուն քո ոտքերից, ինչպես աղբյուր սրտից բխում է
Խոսքերը ճշմարտություն լինի մեր կյանքում, թող որ մեր բոլոր փափագները ուղղված լինեն միայն քեզ։ Տեր, քեզ ենք փափագում։ Փափագում ենք, որ քո ներկայությունով գաս մեր կյանք եւ հարթես ամեն անհարթ տեղերը եւ լցնես մեզ քո ներկայությունով, լցնես մեզ քո էությունով, քո հոգու պտուղներով։ Քեզ ենք փափագում, Տեր, եւ փափագով շարունակենք Տիրոջը երկրպագել։ Գերել է սիրտը իմ քո սիրով, Հիսուս միակ փափագն ես իմ հոգում, չունեմ ուրիշ կանձեր, չունեմ ես կյանք, քեզնից բացի չունեմ ուրիշ Աստված, գերել է սիրտը իմ քո սիրով, Հիսուս միակ փափագն ես իմ հոգում, չունեմ ուրիշ կանձեր, չունեմ ես կյանք, քեզնից բացի չունեմ ուրիշ Աստված, քո երեսից ես ուր փախչեմ և քո հոգուց ուր գնամ, ներկայությունդ ամենուր է Տեր, թեև գնամ երկրի ծայրերը, դու ինձ հետ ես միշտ գիտեմ, լցնում ես իմ սիրտը գոհությամբ, ես կերքեմ քեզ երկը գոհությամբ, ես կերքեմ
քեզից ես ուր փախչեմ եւ հոգուց ուր գնամ ներկայությունդ ամենուր է Տեր թեև գնամ երկրի ծայրերը դու այնտեղ ես միշտ ինձ հետ լցնում ես իմ սիրտը Տեր Հիսուս Քրիստոսին եկեք լսենք մեր հայտարարությունները Աստված օրհնի ձեզ բոլորիդ Աստծո սերը մեծ է շատ անսահման է ու անհուն Աստծո սերը մեծ հրաշք է օգնում է մնալ կանգուն Անսահման է ու անհուն Աստծո սերը մեծ հրաշք է օգնում է մնալ կանգուն Աստծո սերը մեր հոգին է ջերմացնում Աստծո սերը հավիտյան կյանք է շնորհում Աստծո սերը մեր հոգին է Աստված օրհնի սիրելի եկեղեցի Պարտիրոջ այս հրաշալի ներկայության համար այս հրաշալի պահի համար եկեք փառտանք Տիրոջը այս հնարավորության համար Փառք Հիսուսին ամեն բանի համար Բացենք Հոբի 38-րդ գլխի 5 եւ 6-րդ գլուխները եւ այո Այս խոսքը հստակ ցույց է տալիս որ Աստված խոսում է Հոբի հետ եւ ասում է որ ով դրեց երկրի չափերը եթե գիտես կամ թե ով քաշեց լարը նրա վրա ինչի վրա են խրված նրա խարիսխները կամ ով է ձգել նրա անկյան քարը գիտեք այս ամենը པարզ ցույց է տալիս որ Աստված ամեն բան ստեղծել է հերթականությամբ եւ դասավորվածությամբ չկա մի բան որ իր հերթականությունը կամ դասավորվածությունը կամ կարգ ու կանոնն ու չափը չունի եւ տեսնում ենք մենք ինքներս էլ ենք դա տեսնում Սերմը ընկնում է, բարձրանում է, ծառ է դառնում, աճում է, պտուղ է տալիս ու տենց շարունակվում է։ Ամեն ինչը մենք չենք տեսնի մեկը օրինակ 1 տարեկանից դառնա մի անգամից 20 տարեկան։ Ամեն ինչ ունի հերթականություն, գնում է իր հունով եւ ունի իր սկիզբը եւ ունի իր վերջը։ Հետևաբար այս կարգ ու կանոնի մեջ մենք էլ ենք մտնում։ Այս կարգ ու կանոնի մեջ Աստված մեզ մեծ մաս է դարձրել։ Մեծ մաս է դարձել այս կարգ ու կանոնի մեջ նաև մենք գիտենք, որ եկեղեցին որպես հարս, մենք գիտենք, որ դա նույնպես Աստծո դրած կարգն ու ձևն է եւ Հիսուսը որպես եկեղեցու գլուխ եւ որպես փեսա եւ եկեղեցին որպես ընտանիք, որպես հարս։ Այս կարգ ու կանոնի մեջ մենք ենք մաս դառնում, որպեսի վարվենք եւ հետևենք այդ ամեն ինչին եւ մեր եկեղեցու կարիքները մենք հոգանք։ Մեր եկեղեցու հարցերը մենք լուծենք։ Այսինքն սա որպես ուղակի բեռ չի մնում միայն հովիվի կամ ավակ եղբայրների վրա, այլ մենք որպես ընտանիք ունենք պատասխանատվություն լուծելու մեր եկեղեցու կարիքները, լուծելու այդ հարցերը։
Եվ ինչպես գիտենք, օրինակ երբ է լինում աղետներ, երբ որ կարգ ու կանոնից դուրս է գալիս, օրինակ երկրաշարժերը, ջրեղեղները երբ է լինում, երբ որ բնություն իր ստեղծած իր առաջագործության կարգ ու կանոնի չափից դուրս է գալիս, լինում են անհամաձայնություններ, անհամատեղելի բաներ եւ լինում է երկրաշարժեր, լինում է կործանումներ եւ դժբախտություններ։ Եվ այսպես մեր կյանքի մեջ է սիրելիներս։ Մենք պետք է մնանք այդ կարգ ու կանոնի ու չափի մեջ։ Երբեմն այստեղ շատ բաներ անհասկանալի է լինում, որ ինչու մենք պետք է անծանր տանք, ինչու մենք պետք է զոհաբերություններ անենք, ինչու մենք պետք է այսպիսի հարցերի մեջ խառնվենք, որովհետև դա մեր պատասխանատվությունն է, դա մեր պարտականությունների մեջ է մտնում որպես եկեղեցու անդամ, որպես ընտանիքի անդամ լինելու Աստված այդպես է ստեղծել։ Աստված այդպես է ստեղծել։ Գիտեք, այնտեղ պարզ օրինակ կա, երբ որ Հիսուսը աշակերտին ասում է. «Գնա, ձուկը ծովից հանիր, բերանից կոպեկը վերցրա եւ բեր եւ կվճարենք»։ Սա հստակ ցույց է տալի, որ Աստված եթե ուզենա, վերևից էլ մի մեծ հնարավորություններ կիչացնի մեզ համար։ Ձկան բերանից է կեթան կհանենք, չգիտեմ, կգնանք կարանք այս տաշամուրը բարձրացնենք տակը, հոп, տեսնենք գումար կա, ինչքան լավ, սա հետաքրքիր կլիներ, որ սենց լիներ, բայց տենց չի։ Ամեն ինչ ունի կարգ ու կանոն, ձև, եւ դրա համար է, որ մենք տեսնում ենք ինչպես են անհավանականը դառնում հավանական եւ ինչպես անհնարինը դառնում հնարավոր սիրելիներս։ Եվ ուզում եմ մի փոքր մեջբերում անեմ եւ այսքանով վերջացնենք անցած շաբաթվա քարոզից, երբ որ Մերսելի հովիվը խոսած հայրական սիրո մասին, հովիվը բացատրեց հայրական սերը, հայրությունը, այդ ամեն ինչը, եւ գիտեք, հայրական սիրո դրսևորումը նաեւ տալու եւ զոհաբերելու մեջ է։ Երբ որ հայրը անում է իր որդու համար ինչ-որ բան, որ որդին անգամ չգիտի, թե դա ինչ մեծ բան է անում հայրը, չգիտի, որ հայրը իր կյանքի ու ժամանակից ինչ մեծ մասեր է տալի զոհաբերում, բայց նրա համար դա ուղղակի մի հատ սնիկերս է իր ձեռքին, բայց ինքը կարող է չհասկանա, որ հայրը դրա համար առավոտից հատկապես ըստեղ 8 ժամ, 9 ժամ ինչ աշխատանք է տարել։ Բայց իրականում դա շատ մեծ բան ու մեծ զոհաբերություն է։ Այսպիսի բան նաև հայրը անում է մեզ համար, մեր սիրելի Աստված անում է մեզ համար, բայց այս հայրական սիրո դրսևորումը նաև մեր մեջ պետք է լինի տալու համար, տալու մեկս մեկին, քաջալերելու, բարձրացնելու ոչ միայն ֆինանսական, իսկ ֆինանսական առումով նաև այդ դրսևորումը պետք է լինի եկեղեցու մեջ մեր կարիքները հոգալու, հասկանալու, որ սա ընտանիք է եւ մենք ունենք ամեն ինչ հերթականությամբ, դասավորվածությամբ, հարս ով ունի փեսա, եկեղեցի ով ունի հոգևոր հայր, ով ունի ավագ եղբայրներ, կարիքներ, որոնք որ պետք է լուծեն եւ ընտանիքի անդամներ, ովքեր որ պետք է լինեն տեղում։ Աստված օրհնի սիրելիներս, եկենք մեր ընծաներով ու զոհաբերություններով գանք Տիրոջ առաջ եւ փառտանք Տիրոջը։ Աստված օրհնի։ Փառք Տիրոջը, փառք Հիսուսին։ Ինչ որ մեկին նայր եւ աս Աստված բարի է քեզ համար։ Նայեք իրար ասեք, Աստված քեզ համար բարի է։ Մի մտածիր, շատ խնդիր հարցեր կարող ենք ունենալ, բայց Աստված միշտ մնում է բարի Աստված։ Ամեն։ Փառք Հիսուսին, ուրախ եք, պատրաստ ենք Աստծո խոսքին անցնել։ Ամեն։ Այս նյութը, որ պիտի խոսեմ, 3 շաբաթ է այս նյութը ամեն անգամ հետաձգվում է։ Եվ միշտ ինչ-որ բան ավելանում է այս նյութի մասին եւ ուրախ եմ, որ այսօր վերջապես պիտի փոխանցեմ ձեզ սիրելիներ Աստծո օգնությամբ Սուրբ Հոգու, վստահ եմ, որ պետք է որ օրհնություն լինի մեզ բոլորիս համար։ Վերնագրել եմ նյութը այսպես. Հեսուի չքանդած պարիսպները։ Բոլորս գիտենք, որ 5 տակարանում մի պատմություն կա, որ վերաբերում է Հեսուին, Նավեի որդի Հեսու։ Գիտեք, չէ՞։ Ասում են Նավեան Հեսու։ Հեսուն ով էր եւ հետո կիմանանք թե ինչ արեց։ Մենք պիտի հասկանանք նախ առաջինը Սուրբ գրքի հերոսների անձի մասին, ինչ նկարագիր կա եւ հետո տեսնենք ինչ գործողություն կա իրանց հետ կապված, որը ավելի ազդեցիկ է դարձնում այդ անձի նկարագիրը։ Երկրորդ օրինաց գրքի մեջ Աստծո խոսքը մեզ հիշատակում է մի հիանալի պատմություն, նկարագրում է այդ պատմությունը, եւ որ Մովսեսը գնում է Մովաբի դաշտերը եւ Աստված կարծես թե խոսում է իր հետ եւ ասում է իրեն, որ ես պետք է ձեզ տանեմ խոստումի երկիր, այսինքն հասել այն ժամանակը, որ դուք արդեն պետք է 40 տարվա վերջն էր կարելի ասել, որ պետք է արդեն մտնեք խոստումի երկիր, որտեղ այն ճանապարհը, որով որ անցան,
այդ ճանապարհում Աստծո խոսքն ասում է, որ ընկան շատերը, նրանք, ովքեր որ կռապաշտության մեջ էին, նրանք, ովքեր որ Աստծուն անարգեցին, նրանք, ովքեր Մովսեսի դեմ ըմբոստացան, մի ամբողջական սերունդ պատմություն փոխվեց այդ տարիների ընթացքում։ Եվ Աստված այդպես էր ասել, որ այդ սերունդից մեկը չի մտնի, այլ նրանց որդիները կմտնեն, բացի Հեսուից եւ Քաղեբից, որոնք որ առաջն էին գնում ժողովրդի եւ կարողանում էին ժողովրդին տանել Սուրբ Հոգու օգնությամբ, Աստծո օգնությամբ։ Եվ Աստված Մովսեսին բերեց, հասցրեց մի սարի վրա, բարձրացրեց իրան եւ ասեց. «Նայիր այս քաղաքը, հզոր մի մեծ քաղաք Երիքով»։ Եվ ասեց, որ սա այն քաղաքն է, որի համար ես խոստացել էի, որ կլինի այս երկիրը կաթ եւ մեղր բխող երկիր իմ ժողովրդի համար, որ այնտեղ նրանց ծերունները կհանգստանան։ Եվ Մովսեսը կարծում եմ շատ ուրախացա, ինչ հրաշալի է, վերջապես հասանք, բայց գիտեք, այդ բոլոր այդ իր Մովսեսի այդ ուրախություններին հանկարծ Աստված մի բան ասում Մովսեսին. դու այնտեղ չես մտնի։ Դու այնտեղ չես մտնի։ Դու հեռվից տեսար քաղաքը, բայց դու ներսում չես հայտնվելու։ Հետաքրքիր է նա է, որ Մովսեսը չի հակաճառում Աստծուն, ասի, բա ինչի, այսքան տարի նեղությունը, ցավը ես քաշեմ, տառապանքը ես քաշեմ, բերեք ինչ որ ուրիշ մարդիկ, ինչ որ սերունդներ, երեխեք, որ ճանապարհին են ծնվել, իրանք գնան խոստումը վայելեն, բա ես։ Ոչ, Մովսեսը դա չէր անում։ Ինչու՞, որտեղ Մովսեսը գիտեր, այդտեղից ավելի լավ տեղ է գնալու։ Աստծո ներկայության հավիտենական Աստծո գիրկը պետք է գնար։ Եվ գիտեք, ես կարծում եմ, որ Մովսեսը իր ճանապարհին իր ընթացքում սովորել էր Աստծուն վստահել եւ այլևս չպատասխանել իրան։ Անկամ շատ հարցեր չտալ, որտեղ շատ հարցեր տվել էր ժամանակին, եւ Աստված ինչպես որ պատասխանել էր, Մովսեսը համոզվել էր Աստծո պատասխանը ամենալավ պատասխանն է։ Կարող ենք ասել ամեն։ Ամենաճիշտ, ամենաապահով պատասխանն է Աստծո պատասխանը։ Դրա համար Մովսեսը կարող էր այսպես ասել. Տեր, օրհնյալ լինի քո կամքը, եթե դու չես ուզում ես ներս մտնեմ, ուզում ես գամ քո ներկայության մեջ ներս մտնեմ, խնդիր չկա։ Եվ գրված է, որ սա հիշեք, միակ թաղումն է, որ Աստված է կազմակերպել։ Միակ թաղումը, որ Աստծո ձեռքերը թաղեցին։ Ես երբ որ նայում եի այս պատմությունը, սարսափում էի մի պահ, գիտեք ինչու, որովհետև գիտեի, որ մեկ օր Աստված այդ հողից մարդ սարքեց, հանկարծ ինչ որ մի օր հողը փորեց եւ իր ստեղծած մարդուն դրեց մեջը։ Ես մտածում եմ, ասում, Տեր Աստված, ինչքան տարբեր է քո գործունեությունը, ինչքան ապշելու, ինչքան զարմանալի է, այնտեղ հիացմունքով մարդուն ստեղծեցիր, այստեղ մարդուն դադար տվեցիր եւ անգամ ինքդ կազմակերպեցիր իր թաղումը։ Ոչ մեկ ներկա չէր, ոչ Մովսեսի կինը, ոչ երեխաները, ոչ հարազատները, բարեկամ, ոչ հորեղբոր որդի, ոչ մեկ ներկա չէր։ Ոչ քահանական ցեղից, ոչ հուդայական կամ այսինքն պաշտամունքի խմբերից, ոչ մեկը ներկա չէր։ Ես մտածում եմ, որ այդտեղ ներկա էին Տիրոջ զորքերը, երկնային երգչախումբը, ինչպես էին Մովսեսին դիմավորում երկնքում։ Աշխարհի ամենալավ, ամենահարուստ երգչախումբը, անսխալ պաշտամունքով լեցուն։ Եվ հանկարծ կարող ենք տեսնել, որ այս Մովսեսը իր կյանքի ընթացքում պատրաստել էր մի անձնավորության, որի անունն էր Հեսու։ Հեսուն նույն Ջոշուան է, որը Հիսուս բառի արմատը ունի նույն։ Եվ ինչ է գրված, սիրելիներ, երկրորդ օրինաց 34:9 համարում այսպես է ասում. Եվ Նավեի որդի Հեսուն իմաստության հոգիով լիքն էր, որովհետև Մովսեսը իր ձեռքերը նրա վրա էր դրել, եւ Իսրայելի որդիները նրան լսում էին եւ անում էին ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։ Ինչքան գեղեցիկ է, երբ որ Աստծո մարդը մեկի վրա ձեռք է դնում եւ հաստատումը այն օծությունը, որով Աստված այդ մարդուն օծել է։ Եվ վստահությամբ է դա անում, ինչու, որովհետև փորձվել էր Հեսուն, որովհետև գիտեր թե ինչ էր կատարվում, երբ որ լրտեսության գնացին, եկան, պատմում էին ամեն մեկը թուլացնում էր սիրտ, ասում են, հսկաներ կան, մենք չենք կարող այդ երկիրը ժառանգել, բայց հոգևոր տեսակետ ունեցող մարդիկ կանգնեցին, ասցին, մի մտածեք, մի վախեցեք, Աստված մեր հետ է, դրանց մեր ձեռքն է տվել, նրանք ովքեր են, մժեղի պես են մեր համար։ Մի շփոթվեք, հավատքի աչքերը այսպիսի բաներ կարող են տեսնել, եւ Հեսուն փաստված հավատքի մարդ էր։ Եվ տարիներ առաջ դրանից, երբ որ Աստված խոսում էր Մովսեսին, ասեց, որ դու եւ Հեսուն եկեք խորանի մեջ խոսելու, եւ նրանք մնացին այնտեղ խոսելուց հետո Աստված Մովսեսին ասեց, դու դուրս արի։
եւ գրված է պատանի Հեսուն, որ 80 տարեկանից ավել էր, պատանի էր, գրված է, որ մնաց Տիրոջ խորանի մեջ, Աստծո հետ մենակ։ Ահա թե ով էր Հեսուն։ Հեսուն այն մարդն էր, ում վրա Մովսեսի ձեռքերն էր դրվել։ Հեսուն այն մարդն էր, ում հետ խոսում էր Եհովա Աստվածը, եւ ժողովուրդը հնազանդվում էին, որ իսկապես Աստված այս մարդու հետ էր։ Եվ եկան հասան Երիքով, եկան մի քաղաքի մոտ հասան, եւ այդ քաղաքը բավական զորավոր էր, երկու շարք պատեր ուներ։ Առաջին շարքը ավելի ցածր էր, երկրորդ շարքը ավելի կեսից ավելի բարձր էր եւ 30 ոտնաչափ բարձրություն ուներ եւ հսկայական պարիսպով շրջապատված մի մեծ քաղաք էր։ Մի քանի բան ուզում եմ ձեզ ասել, սիրելիներ, այդ մասին։ Մենք երևի թե շատ լսել ենք ուրիշներից կամ Սուրբ գրքի պատմություններից, թե այդտեղ ինչ էր կատարվում։ Ասում են, որ Երիքովը աշխարհի ամենահին անընդհատ, այսինքն առանց ընդհատումների խիտ բնակեցված քաղաքներից մեկն է։ Երբեք չի դատարկվել այդ քաղաքը, մշտապես այդտեղ լիքն է եղել։ Եվ այդ քաղաքը զորավոր է եղել եւ շատ ուժեղ։ Եվ ասում են, որ պատերը Կավաշենից էին, նույնիսկ ասում են, որ մնացորդները մինչև հիմա կա, եւ որտեղ էր գտնվում այդ քաղաքը։ Դա Իսրայելում էր, սիրելներ, Հորդանան գետի արևմտյան ափին, գետի մոտ Մերիալ ծովից մոտ 10 կիլոմետր հյուսիս, գտնվում էր Երուսաղեմից 27 կիլոմետր արևելք, բայց գտնվում էր ծովի մակարդակից 260 մետր ցած։ Այսինքն անգամ իր զորավոր լինելու մեջ, եթե հանկարծ ծովի հետ կապված ինչ-որ բան էր, հաստատ պետք է որ իրանց վնասեր։ Ինչ է նշանակում Երիքով։ Ես սիրում եմ անունները ուսումնասիրել եւ հասկանալ իրականում, որտեվ անունների հետ թաքնված մեսեջներ կան, որ մենք կարիք ունենք հասկանալ։ Երիքով բառը երկու կարևոր նշանակություն ունի, որ եբրայերեն Երիխո է եւ ունի երկու իմաստ։ Առաջինը հոտավետ։ Հոտավետ։ Ես չգիտեմ ինչ հոտ կարող էր այդտեղ լինել, բայց այդ հոտավետությունը անգամ դրա մասին գրված է Երկրորդ օրինաց 34-ի 3-ում եւ դա հայտնի էր որպես բուսականությամբ լեցուն քաղաք։ Եվ անուշ ինչ որ հոտեր կարող էր գալ եւ դրա անունով կոչվում էր քաղաքը։ Երկրորդը, որը նրան մեկ այլ կերպ նշանակություն էր տալիս, կոչվում էր լուսնի քաղաք։ Չգիտեմ լուսինը ինչով էր այդտեղ իրան պայմանավորված, լույս էր տալիս կամ բան, բայց հետո երբ որ կարդում ենք պատմությունը, հասկանում ենք, որ այդտեղ աստարովտի, կուրքերի եւ լուսնի պաշտամունք է տեղի ունեցել։ Կռապաշտություն երկնքի զորքերի։ Եթե դուք ուշադրությամբ կարդացել եք Աստվածաշունչը, այնտեղ շատ անգամ գրված է, որ երկնքի զորությունները պաշտեցին, նրանց երկրպագություն արեցին, Աստծուն բարկացրեցին, չէ՞։ Երբ որ Աստված օրենքը տվեց, ասեց. «Ես եմ քո Տեր Աստվածը, ինձանից բացի ուրիշ Աստված չունենաս ոչ երկնքում, որևէ բանի նմանություն չտաս նրան, ոչ էլ երկրի վրա, ոչ մի բանի նմանություն չտաս»։ Եվ եթե որևէ մեկը նմանություն է տալիս, Աստծո խոսքն ասում է, որ Աստծուն ինչ են անում, նախանձի են գրգռում բարկանալու։ Եվ պատմությունը շատ հետաքրքիր է, սիրելներ։ Իրականում կանանացիները, ովքեր որ այդ երկրի քաղաքի բնակիչներն էին, կանանացիներ, որ դրանով կոչվում էր Քանանի երկիր, կանանացիները պաշտում էին լուսնի Աստծուն, Յարիխիին, այդպես էր անունը։ Ուրեմն շատ զարմանալի այդ Յարիխին, որը նույն նման արմատ ունի Երիքով։ Գիտեք, որ եբրայերենում խերը շատ են, չէ՞, Յարիխին, Երիխոն։ Եվ տեսնում ենք, որ դա այո, շատ նման է իրեն։ Հիմա այս կանանական Երիքովում կռապաշտությամբ լեցուն ժողովուրդ էին ապրում։ Աստված խոսել էր եւ ասել էր, որ պետք է այդ երկիրը տամ ձեզ։ Գիտեք, որ այս երկրի վրա ցանկացած նվաճում իր հետ ունի նաեւ զգուշացումներ։ Դուք կարող եք շատ լավ բիզնես անեք, բայց պետքա զգուշ մնաք։ Կարող եք շատ լավ ընկերներ ձեռք բերեք, բայց պետքա զգուշ մնաք։ Մենք սիրում ենք ամեն ինչին նվիրվել, sense ջիգարով, սրտով, թոքով, չէ, ամեն կերպ նվիրվում ենք։ Դուք եք տենց։ Որ նվիրվում ենք, մեկը իմ մոտ Հիսուսի անունն է տալի, չոքերս թուլանում է, գիտեմ իմ Հիսուսի տղենա կամ աղջիկն է։ Ընդունում ենք սրտանց։ Մեկ էլ անցնում մի քանի րոպե տեսնուս, ինչ Հիսուս, ինչ
աղբեր, ինչ քուր, այս մարդը ընդհանրապես Աստծո հետ կապ չունի։ Սիրելներ, այդ ամեն ինչը Երիքովի մեջ բարկացնում էր Տիրոջը, եւ այդ քաղաքը այլևս ինքը չէր կարող այդպես իր փառքի մեջ մնալ, որովհետև Աստված որոշել էր այդ կռապաշտությունը դադարեցնել։ Իրականում մենք շատ լավ հասկանում ենք, որ Աստծո սրբությունը չի կարող համատեղվել պղծության հետ։ Համաձայն եք ինձ հետ։ Երբեք հնարավոր չէ, Հիսուսն ինքը ասեց, չի կարող մեկ աղբյուրից քաղցր եւ դառը ջուր գա։ Չի կարող։ Երկրորդ օրինաց գրքի մեջ ես երկու համարներ առանձնացրել եմ, որ մենք կարդանք սիրելներ, 12-րդ գլխի, երկրորդ եւ երրորդ համարներ այսպես է ասում. Բոլորովին կործանեցեք այն բոլոր տեղերը, ուր որ այն ազգերը, որոնց կնվաճեք, իրենց աստվածներին են պաշտել սարերի վրա, բլուրների վրա եւ ամեն տերևալից ծառների տակ։ Նաև քանդեցեք նրանց սեղանները եւ կոտրեցեք նրանց արձանները, նրանց աստարովները կրակով այրեցեք, նրանց աստվածների կուրքերը փշրեք եւ այնտեղից ոչնչացրեք նրանց անունները։ Ահա Աստծո սրբությունը։ Միտեղ որ Աստված ուզում է մտնի, պատրաստ եղեք ավերածության։ Մարդիկ, որոնք որ գալիս են ապաշխարությամբ, ասում են, ինչ հայտս կատարում, չեմ հասկանում, խառնվել եմ իրար, մի տեսակ տրամադրությունը սնկնում է, երեք շատ ուրախ էի, Սուրբ Հոգով լցվել էի, շատ լավ, այսօր մի տեսակ ներսս կռիվ է, տխուր եմ, ձեր մոտ է լինում այդպիսի բան։ Հատուկ այցելությունից հետո տեսնում եք խայտառակ տրտմություններ։ Գիտեք ինչ է անում, Աստծո ձեռքը սկսում է ներսի կռապաշտությանը հարվածել։ Եվ Տերն ասեց, որ քաղաքը որ ձեզ ժառանգություն տամ, որ երկիրը որ տամ, մտակ, հարցերը լուծեք, կռապաշտության հարցերը լուծեք։ Երբ որ մենք ապաշխարում ենք, եկեք թույլ տանք, որ Սուրբ Հոգին մեր ներքին կռապաշտությունների հարցերը լուծի, արձանները քանդել, աստարովները կոտրել եւ այրել, անուններ անգամ ջնջել, որ այդ անունը անգամ չհիշվի։ Մեկ ուրիշ տեղ որ կարդում ենք արդեն դատավորած գրքի մեջ, այսպես է ասում, երկրորդ գլուխ 11-12 համարները. Եվ Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարություն արեցին եւ բահաղիմը պաշտեցին եւ թողեցին իրենց հայրերի Տեր Աստծուն, որ Եգիպտոսի երկրից հանել էր նրանց, եւ հետևեցին օտար աստվածներին, այսինքն իրենց շուրջը եղող ազգերի մի քանի աստվածներին, եւ նրանց երկրպագություն արին եւ բարկացրին Տիրոջը։ Չար ընկերակցությունը ապականում է բարի բարքերը։ Սխալ մարդու հետ ընկերություն անելը կկործանի քեզ։ Մարդիկ կան, որ մտածում են, դե մենք ուժեղ ենք, դե մենք կարող ենք, մենք կազդենք, անցնում է որոշ ժամանակ, բան չի չազդեցիր։ Դե լավ ընկերություն կանենք, լավ ընկերներ ենք իրար հետ։ Սիրելիներ, լավ ընկերը այն է, որ քո նպատակներին քեզ օգնում է, ոչ թե քո նպատակներից քեզ գցում է։ Լավ ընկերը այն է, որ կարողանում է հասկանալ դու ինչ ես սիրում, ինքը քո սիրած բաների համար օգտակար գործողության գործակից է դառնում։ Գիտեք, սա մաթեմատիկական լեզու է։ Օգտակար գործողության գործակից։ Եթե մի ընկեր պետքա գա եւ ինձ իմ գնացքի այդ ռելսերից հանի դնի ուրիշ տեղ, այդ լավ ընկեր չեղավ։ Տեսնում ենք, որ այստեղ կռապաշտությունը եւ այդ չար բաները, սատանապաշտությունը կարելի ասել, մտավ Իսրայելի ժողովրդի մեջ։ Կորցրին իրանց աստվածպաշտությունը։ Երբեմն մենք այդպիսի վիճակում ենք հայտնում սիրելներ։ Մեկի հետ ենք խոսում, ընկերություն ենք անում կամ ինչ-որ բան ենք, ժամանակ ենք անցկացնում, զգում ենք, որ չէ, մի տեսակ դառանք իրանց նման։ Դրա համար պետք է զգուշ լինել, որտեղ Աստված հենց սա էր ասում էր, որ Իսրայելի ժողովուրդը չարություն արեցին, պաշտեցին օտար աստվածների ու ասում մեկը չէր է, մի քանիսն էին։ Հնարավոր է, որ մարդը մի քանի կուրք ունենա։ Հնարավոր է։ Այո։ Եթե միակ Աստծուն չունեցավ, մի քանի Աստծու պետք է ունենա։ Եվ շարունակ վերջին մասը ինչ է ասում, բարկացրեցին Տիրոջը։ Աստված չի կարող հանգիստ նստել եւ սпасել դու ինչպես ես կռապաշտությամբ անցկացնում քո ընթացքը։ Գիտեք, որ Երիքովը առաջին անգամ հիշատակվեց որպես հրաշքների քաղաք։ Եվ դա իրենց համար խոստումի նախաքայլն էր։ Թվոց գրքի մեջ 22 գլխի մեջ առաջին համարն այսպես է ասում. Եվ Իսրայելի որդիները չվեցին եւ Մովաբի դաշտերի մեջ Հորդանանի մյուս կողմում Երիքովի մոտ իջևան արեցին։ Ես ձեզ ասել եմ սրա մասին, սիրելիներ, որ 40 տարիների ընթացքում 41 անգամ Իսրայելի որդիները չվեցին։
Միտեղ մնում են 1 ամիս, միտեղ մնում են շաբաթներ, օրեր միգուցե եւ ամեն անգամ տեղափոխվում են։ Մովսեսն ասում էր. Տերն ասել է վերցրեք ամբողջ մեր ունեցածը, վերցրեք մեր վրանները, ձեր ունեցվածքը եւ պիտի չվենք եւ գնում էին ուրիշ տեղ, հետո ուրիշ տեղ, հետո ուրիշ տեղ 41 անգամ եւ 42-րդ անգամն էր, սա վերջին անգամն էր, որ գրված է Թվոց 22-ում, որ նրանք եկան Երիքովի պատերի տակ նստան։ Արդեն մոտ խոստումին, վերջինն էր, որ իրանք պետք է ներս մտնեին Երիքով։ Սա արդեն հանգստի տեղն էր, սա արդեն նրանց խաղաղության վայրն էր։ Երբ որ կարդում ենք Ղուկաս ավետարանը, այնտեղ 3 ցեղերի մասին ասում 12-ական ցեղեր, որոնց գումարը համարվում է, հաշվում է որպես 42 եւ ասում է եւ 42-րդը Քրիստոսը։ Մենք տեսնում ենք, որ Աստված ի նկատի ունենում ազգերին, որպեսզի մեզ բերի հասցնի մինչև Տեր Հիսուս Քրիստոսը։ Մենք անցնում ենք դժբախտության, խնդիրների, խնդիրների ճանապարհներից եւ հասնում ենք մինչև Աստծո տված խոստումների կատարումը։ Այս երկրի վրա ինչ ուզում ես արա, հանգիստ չունես։ Համաձայն եք ինձ հետ։ Որտեղ է մեր հանգիստը։ Քրիստոսն է մեր հանգիստը։ Հիսուսն ինչ ասեց. Ինձ մոտ եկեք բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգիստ կտամ։ Ամեն։ Եկեք մի քանի քայլ առաջ գնանք սիրելիներ եւ պատկերացնենք ինչպես էր այդ Եգիպտոսի իրավիճակը։ Գիտեք, Աստված խոսեց Հեսուին եւ Հեսուն շատ հետաքրքիր ձևով, որ կարդում ենք Հեսուի առաջի գլուխը, Հեսուի գրվածքների պատմության, գրված է, որ Աստված խոսեց այն ժամանակ, երբ որ Մովսեսը մեռավ։ Երբ որ առաջնային իրանց հեղինակություն այլևս չկար, Աստված խոսեց Հեսուի հետ եւ ասեց, որ ես ինչպես Մովսեսի հետ էի, այնպես քեզ հետ կլինեմ, ուրեմն վեր կաց եւ ժողովրդի առաջ անցիր։ Եվ ասեց, որ ես ձեզ տանելու եմ այդ խոստումի երկիրը եւ ես ձեզ կտամ դա։ Հեսուն թերևս այդ ժամանակ չէր պատկերացնում ինչպես դա տեղի կունենա, բայց գիտեր, եթե Աստված խոստացել է, ուրեմն անպայման կտա։ Ամեն։ Եվ արդեն տեսնում ենք 6-րդ գլխի մեջ Հեսուն Տիրոջից պատգամ առնում եւ ինչ է ասում։ Ասում է, որ ամեն օր պետք է դուրս գանք ամբողջ մեր զորքով, ոչ մեկը ոչինչ չխոսի, մենք կշրջենք ամբողջ քաղաքի պարիսպների տակ, կվերադառնանք նորից մեր բանակը եւ վրաների մեջ կնստենք։ Եվ այդպես 6 օր։ Ես մտածում եմ, որ ժողովուրդը ինչքան պետք է վստահեր Հեսուին, որ նրանք այդ լռությամբ վեր կենային եւ պատտվեին մի ամբողջ քաղաքի շուրջ եւ այդ մեկ քաղաքի այդ մեկ շուրջ անելուց հետո գային նստեին եւ ասեն վերջ, էս էր հաղթանակը, բա հիմա ինչ կլինի։ Եվ այդպես 6 օր։ Եվ 7-րդ օրը Հեսուն ինչ է ասում։ 7-րդ օրը մի ուրիշ նշան տվեց եւ ասեց. պիտի վեր կենանք 7 անգամ պետք է պատտվենք։ Եվ երբ որ առաջի անգամը կսկսեք, ոչ մի ձայն չհանեք։ Երբ որ կհասնի 7-րդ անգամը, բոլորս կաղաղակենք եւ այդ աղաղակները, պարիսպները կփլեն։ Տեսնում ենք, որ Հեսուն դա ասեց ժողովրդին եւ ժողովուրդը այս հրաշալի խոսքին լսեցին, հավատացին եւ ինչ արեցին։ Կարողացան արդյունքը տեսնել։ Սա ոչ թե լավ ռազմավարության մի նշան է, որ մենք կարող ենք գնալ ինչ-որ բան անել ֆիզիկական աշխարհում, չէ, սա հոգևոր հնազանդության հարց է։ Եվ գրված է այսպես, սիրելիներս, որ նրանք դուրս եկան եւ 7 անգամ շրջեցին Երիքով քաղաքի շուրջը։ Մի բան, որ այստեղ փաստում է մեզ, որ Աստված մտահոգված է մեր հաղթանակներով։ Աստված մտահոգված է, որ դու լավ տեղ հասնես։ Ամեն։ Ես 100% գիտեմ, դուք էլ ինձ հետ համամիտ եք, որ Աստված մեզ չի տանում փորձանքների մեջ, որպեսզի մեզ կորցնի։ Նա թույլ է տալիս փորձություններ, որպեսզի մենք զտվենք, ավելի մաքրվենք, որպեսզի նա մեզ կարողանա կատարյալ եւ ամբողջական դարձնել իր ներկայության մեջ։ Ուրեմն, սիրելիներ, Երիքովի նվաճումը սա հոգևոր հռչակագիր էր այն մասին, որ Տերը միակ ճշմարիտ Աստվածն է Քանանի կեղծ աստվածների նկատմամբ։ Նա միակ ճշմարիտ Աստվածն է։ Ամեն։ Հեսու 6:26-ը, գիտեք, երբ որ քաղաքը պետք է գրավեին եւ Հեսուն տեսնում ենք ինչ է ասում։ Հեսուն մի երթում է անում եւ այսպես է խոսում, ասում է. Եվ Հեսուն երթում արեց այն ժամանակ ասելով. Անիծյալ լինի
Տիրոջ առաջ այն մարդը, ով վեր կկենա շինի Երիքով քաղաքը, իր անդրանիկով նրա հիմքերը դնի եւ իր կրտսերով նրա դռները կանգնեցնի։ Հասկանում եք ինչ ասում։ Առաջին մեծ տղեն թող մեռնի, երբ որ ինքը սկսի այդ գործը անել, երբ որ այդ գործը ուզենա վերջացնի, մինչև վերջի տղեն թող մեռնի։ Զարմանալի բան այ մարդ։ Ինչի՞ էս դաժան անեցք, հա? Հետաքրքիր է, չէ՞, ասենք Աստծո մարդը ինչի՞ է տենց անեցք դնում։ Ես չեմ կարծում, որ սա բխում էր Հեսուի սրտից։ Սա բխում էր հենց Աստծո սրտից, որ նրանք, ովքեր որ կարտնացնեն կռապաշտությունը, նրանք, ովքեր որ չարիք կստեղծեն նորից, այդ անձիկը կդատապարտվեն, այդ անձիկը իրանք սքի մեջ կհայտնվեն եւ երբեք չեն կարողանա իրենց մխիթարությունը ունենալ։ Գիտեք, որ դարեր անցավ եւ Աքաբ թագավորը իր գահակալության ժամանակ Բեթելցի Հիել անունով մի մարդու փորձեց ինքը վերակառուցել Երիքովը եւ գիտեք ինչ է գրված։ Ուզեմ ձեզ հիշեցնեմ այդ տեղը 16-րդ գլուխ 34 խոսքը։ Տեսեք Հիելը ինչ արեց։ Եվ նրա օրերում Բեթելացի Հիելը շինեց Երիքովը։ Իր Աբիրոն անդրանիկ որդիով նրա հիմքը դրեց եւ իր Սեգուբ կրսեր որդիով կանգնեցրեց նրա դռները։ Տիրոջ խոսքի համեմատ, որ խոսեց Նավեան Հեսուի ձեռքով։ Տիրոջ խոսքի համեմատ։ Այստեղից եմ ասում, որ սա Հեսուի մտահղացումը չէր։ Տերն էր նրան ասել, որ այս բանը ասա։ Աստվածա դեմ առաջնայինը բոլոր տեսակի կռապաշտության վերականգնման։ Հիշեք, եթե դուք մի բանից ազատվել եք, եթե դուք որոշեք նորից դա վերականգնել, հարված ունեք։ Մենք բոլորս չենք կարող ասել, որ գիտեք ինչ, դե մենք անպատիժ կմնանք, չենք կարող, որովհետև մեղքը պետք է պատժվի անպայման։ Այս ողբերգական իրավիճակը, սիրելիներ, իրադարձությունը ցույց է տալիս Աստծո խոսքի զորությունը եւ պատվիրաներին չհնազանդվելու հետևանքով ինչ սթափեցնող հիշողություններ կան։ Ուրեմն մենք կարիք ունենք զգուշանալ կռապաշտություններից, որ ոչ մի բան Աստծո տեղը չբռնի։ Չգիտեմ ինչով ենք սիրում զբաղվել։ Երեխաները չեն կարող Աստծո տեղը զբաղեցնել։ Ծնողները չեն կարող Աստծո տեղը զբաղեցնել։ Բիզնեսները չեն կարող Աստծո տեղը զբաղեցնել։ Ֆինանսները չեն կարող, հաջողությունները չեն կարող, լավ անունը չի կարող, երբեք չի կարելի ինքնապաշտամունքով զբաղվել։ Զգալ, որ մենք այնքան կարևոր ենք, որ Աստված կփոշմանի, եթե ինձ կորցնի։ Հիշեք, մենք ամեն մեկս արժեք ենք, շատ թանկ արժեք ենք ներկայացնում, բայց անփոխարինելի մարդիկ չկան։ Ուղղակի մենք պետք է մեր տեղը ճիշտ կանգնենք։ Ուրեմն այս փորձը, որ Հեիլը արեց, իր որդիները կորցրեց։ Անգամ այսպիսի մեծ հրաշքը անզոր էր մարդկանց սրտից հանել անցյալի կուրքերը։ Մի քարոզիչ այսպես էր ասում, որ ես շատ եմ սիրում եւ շատերն են օգտագործում այս խոսքը։ Աստված Իսրայել ժողովրդին հանեց Եգիպտոսից, բայց Իսրայելի ժողովրդի սրտից Եգիպտոսը դուրս չեկավ։ Կռապաշտությունը դուրս չեկավ։ Մարդիկ նույն պատմության մեջ նորից վերադառնում են։ Մի օր դու ապաշխարեցիր, մի օր դու Տիրոջը սիրով ընդունեցիր, ուրախությամբ Տեր փառքես ու հանկարծ ընդհատակ գնացիր, տարիներ Աստված քեզ չի գտնում, ոչ թե չի գտնում չկարողանալ չգտնելու առումով, այլ դու չկաս պարզապես։ Սերը տա սառում, նվիրումը տա սառում, չգիտեմ զբաղվածություններն են շատանում։ Ես անգամներ ասել եմ եւ էլի կասեմ, ինչից ուզում եք կտրեք, բայց Աստծո բաժնից մի կտրեք։ Ինչից ուզում եք բանա, այն պարսկահայերենով ասում են խփեք։ Որ կողմից ուզում եք խփեք, այսինքն ուզում ասենք կրճատեք։ Խփելը կրճատել նկատի ունի, բայց Աստծո բաժնից չխփեք, չկրճատեք։ Լավագույնը արեք Տիրոջ անվան եւ իր փառքի համար։ Ամեն։ Հիմա եկեք նայենք Հեսուի գրքի մեջ, սիրելիներ, 24 գլխի 14 եւ 15 համարներ ասում է. Եվ հիմա դուք Տիրոջիցը վախեցեք եւ նրան հավատարմությամբ եւ ճշմարտությամբ ծառայություն արեք եւ դեն գցեցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը գետի այն կողմին եւ Եգիպտոսի մեջ ծառայություն արեցին եւ Տիրոջը պաշտեք։ Բայց եթե Տիրոջ ծառայություն անելը ձեզ անհաճելի է, ընտրեցեք այսօր ձեզ համար, թե որին եք պաշտելու, գետի այն կողմը ձեր հայրերի պաշտած աստվածները, թե ամորացիների աստվածները, որոնց երկրի մեջ դուք բնակվում եք։
Կարծես թե փաստի առաջ է կանգնեցնում։ Դուք տեսել եք այն կուրքերին, որին որ ձեր հայրերը ծառայել են, այն աստվածներին, այն տարբեր նրանց, ովքեր որ ապրում են ամորացիները, իրանք են պաշտել այդ կուրքերին, թե ուզում եք պաշտել այն միակ ու ճշմարիտ Աստծուն, որին ձեր հայրերը սրբությամբ պաշտեցին։ Եվ դնում է փաստի առաջ։ Հիմա դուք որոշեք։ Դուք որոշեք, որովհետև եթե ինչ որ որոշեք, դրա պտուղից պիտի ուտեք։ Կռապաշտություն ցանեք, մահ եք հնձելու։ Աստված պաշտություն ցանեք, կյանք եք հնձելու։ Բայց Հեսուն այստեղ ասում է իր թերևս կյանքի ամենակարևոր շեշտադրություններից մեկը, որը ես ինքս սիրում եմ եւ խորհուրդ եմ տալիս, որ մեզանից յուրաքանչյուրը սա որպես կանոն պահի։ Եվ այսպես է ասում. Բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու։ Ես չգիտեմ դուք ում եք պաշտելու, խոսքը սա էր, դուք որոշեք, դա ձեր խնդիրը կարա լինի։ Ես եկել եմ, արել եմ այն, ինչի համար որ Աստված ինձ բերել էր այստեղ, եւ ես եկել եմ, արել եմ իմ գործը, ինչի համար որ Տերը ինձ օծել էր, ինչի համար Մովսեսի ձեռքերի ինձ վրա էր եկել։ Ես դա արել եմ կատարյալ սրբությամբ, պատասխանատվությամբ, հասել ենք տեղ։ Հիմա դուք որոշեք։ Կամ դուք անիծված կմնաք այս երկրի մեջ ձեր կռապաշտության պատճառով, կամ դուք օրհնված կլինեք Քրիստոսի, այսինքն հոգևոր ճշմարտությունները պահելով, Եհովային պաշտելով։ Եհովա գիտեք, Յահվե բառն է, որ նշանակում է Տեր։ Դուք որոշեք, բայց ես եւ իմ տունը։ Լսեք ուշադիր, ստեղ կա հրաշալի հերթականություն։ Ես եւ իմ տունը, ոչ թե իմ տունը եւ ես։ Ոչ թե ինքը ազդվում է ինչ որ համայնքից, այլ ինքն է դառնում ազդեցություն համայնքի մեջ։ Ոչ թե ուրիշն է իր վրա ազդում, իմ տունը չեկավ եկեղեցի, դե ես էլ չեմ գնում եկեղեցի։ Իմ տունը չի ուզում հավատա, դե ես էլ չեմ հավատա։ Որոշ մարդիկ այդպես են։ Մամաներին, պապաներին այնքան շատ են սիրում, պապան մաման ասում են, որ չպիտի հավատաս, ասում եմ, օքեյ, չեմ հավատա, ես դες այնքան շատ եմ սիրում։ Սիրելիներ, թույլ տվեք ասեմ, խնդրում եմ, եթերից դուրս ինչ էր որ լսեք, իմնացեք, ես նյութն եմ առաջ տանում։ Հավատքի հարցը, փրկության հարցը համայնքային չէ, անձնական է։ Աստված չի փրկում ընտանիքներ։ Աստված չի փրկում ինչ որ մի քանի հոգի, որոնք նույն խելքի են, նույն գաղափարի են։ Անհատ դու առաջինը, դու պետք է քո հարցը լուծես Աստծո հետ։ Ով կթողի, ով չի թողի, դա կարող է խնդիր առաջացնել կամ չառաջացնել։ Բայց իմացիր, Աստված գալու է հենց քո հավատքի պատասխանը լսելու, քո իսկ շուրթերից։ Աստված վերադառնալու է իր ցանածի հետևից, որպիսի հնձի, հենց քեզանից, քո ներսից։ Սրա համար որոշ մարդիկ ասում են, որ միթե դա անհնազանդություն չէ ամուսնուն, ծնողին, երբ որ հերթը հասնում է Աստծուն ուրանալուն, սա ոչ թե անհնազանդության խնդիր է, սա ուրացման խնդիր է Աստծուն։ Որովհետև ես գիտեմ մարդկանց, որոնք ինչքան նեղություններով են անցել, ինչքան դժբախտություններով իրանց ամուսինների ձեռքից sense ասած են վառվել են, այնքան ծեծ ու ջարդ են կերել։ Բայց Տիրոջը հավատարիմ են մնացել, մինչև որ Աստված այդ հավատարմությունը փոխարինել է ամուսնու ապաշխարությունով։ Ինչու՞ չէ, հակառակն էլ ա եղել։ Որոշ եղբայրներ չեն կարողանում իրանց կանանց պատճառով եկեղեցի գալ։ Կանայք են այդ նույն ձև իրանց վերաբերվում։ Մի քանի կետ եւ վերջացնում եմ սիրելիներ։ Ներողություն։ Երիքովի պարիսպների անկումից մի քանի դասեր կա, որ պետք է մենք վերցնենք սիրելիներ։ Ուրեմն, երբեմն մենք մեր կյանքում բախվում ենք այնպիսի պատերի, անհաղթահարելի թվացող մարտահրավերների, որոնց դժվար է անցնել, բայց ինչպես Աստված Երիքովի պարիսպը քանդեց մարդկանց հնազանդության եւ հավատքի շնորհիվ, այնպես էլ կարող է մեր կյանքում Տերը այդ պարիսպները քանդել հավատքի շնորհիվ։ Ամեն։ Մենք պիտի վստահենք Տիրոջը։ Կարող ես քո մեջ որոշում անել վստահել Աստծուն, ինչ էլ որ լինի։ Վստահել Աստծուն։ Գիտեք դա ինչ է, երբ որ դու ասում ես Տեր, դու ամեն ինչ լավ գիտես։ Ես ինչ էլ ասեմ, ինչ էլ անեմ, միևնույնն է, ես գիտեմ, որ լուծումը քո ձեռքն է։ Ուրեմն սիրելիներ, եկեք մի քանի բան նայենք Աստծո խոսքից։ Առաջի բանը, որ ուզում եմ ասել ձեզ, այս մասը թող այսպես մնա, որ դուք իմանաք։ Հեսուն մի քանի գործ արեց, բայց Հեսուն քանդեց արտաքին պարիսպները, բայց ներսի պարիսպներին չկարողացավ կպնել։
Ժողովուրդը հավատացին Հեսուին, հավատացին, որ Աստված իր հետ է եւ կարողացան այդպիսի մեծ հաղթանակներ տոնել։ Մենք կարիք ունենք վստահել Տիրոջ ժամանակներին։ Կարող ես ինչ-որ մեկին նայել եւ ասել վստահիր Աստծո ժամանակներին։ Թեև հիմա քո ուզած այս պահին չի լինում, բայց վստահի Աստծո ժամանակներին։ Երբ որ ասել ես Տեր, ես քեզ եմ հանձնում, ուրեմն նշանակում է, որ Աստված ժամանակները ինչ է անում, հասունացնում է։ Աստված բերում է ժամանակները, որ դրանք պիտի տեղի ունենան։ Պարտադիր չի դա լինի հենց հիմա, դա կլինի Աստծո ժամանակների համապատասխան։ Ասեցիք։ Լսեցիք։ Ձեզ ասեցին։ Ուրեմն եկեք վստահենք Աստծո ժամանակներին։ Այդ 7 օր քայլելը, այդ սպասելը, այդ ամեն ինչը անելը իրանց վերջում բերեց հրաշալի արդյունքի։ Մեկ ուրիշ բան սիրելիներ, պիտի գործենք հավատքով։ Գործենք հավատքով։ Մեր ուժերի վրա չէ, որ հենված ենք, Աստծո վրա ենք հենված, հավատքի միջոցով։ Գիտենք, որ մեր Աստվածը կարող է պատասխանել հավատքին։ Ամեն։ Եվ մեկ ուրիշ բան, որ կարող ենք ասել, Աստված մեր պահապանն է։ Նա երբեք մեզ մենակ չի թողի, եթե անգամ մենք դժվարությունների մեջ էլ մտնենք։ Երբ որ ասում ենք վստահում ենք Տիրոջ, երբ որ ասում ենք Տեր, մենք գործում ենք հավատքով, նշանակում է, որ պիտի անգամ այդ ապավինությունը պաշտպանենք, որ ես վստահել եմ իրան, ուրեմն գիտեմ, որ իմ պաշտպանը Տերն է։ Երիքովի կործանումը, սիրելիներ, մեզ հիշացնում է Աստծո զորության ավելի մեծ լինելը, քան մեր առջև ծառացած մեծ խոչընդոտները։ Եթե այսօր մի բանի առաջ ես կանգնած, դու կարող ես ճիշտ այդ նույն դիրքը վերցնել եւ ասել. ես քայլելու եմ դրա շուրջ, մինչեւ որ դրա փլուզումը տեսնեմ, մինչեւ դրա նվաճումը տեսնեմ։ Ես հավատքով կքայլեմ, մինչեւ որ դա կատարվի։ Մի պատմություն, որ սա մեր կյանքում տեղի ունեցավ, շատ հետաքրքիր էր։ Տարիներ առաջ, եթե չեմ սխալվում, 2000 թվականին էր, 2000 կարծում եմ այդ 2000-2001 այդ ընթացքում էր, մենք մի փոքր գարաժի մեջ էինք հավաքվում, մեծ եկեղեցի էր, մի քանի 100 հոգանոց, եւ այնպես էր, որ պատուհանները բացում ենք, որ փողոցում մարդիկ պարում էին փառաբանության ժամանակ։ Ովքեր որ գնացել են Մրգաշատ գյուղ, Հոկտեմբերյանի Մրգաշատ գյուղ, ինքը տարածքի ամենամեծ գյուղն է, եւ այդտեղ այնքան ժողովուրդ էին հավաքվում պաշտամունքի, որ խեղտոց էր։ Անգամ YouTube-ում այդ վիդեոները կան դրված։ Եվ մենք շատ ենք ուզում, որ եկեղեցու շենք ունենայինք։ Այնպես ստացվեց, որ գյուղում մի հատ ունիվերմագ էին ծախում, այսինքն չէին ծախում, պիտի աճուրդի դրվեր, Տերը չէր ուզում, որ ուրիշ մեկ առներ, ինքը պիտի առներ, ուզում էր այդպես պահեր իրան։ Եվ մեկ օր ասենք լավ եկեք Հեսուի նման մի հատ քայլ անենք։ Ես հիշում եմ 4 հոգով ենք մեքենայի մեջ, երբ որ գնացինք, ուրեմն այդտեղ պապիկներ կային, որ նստած էին, նարդի էին խաղում այդ բանի առաջը, խանութի։ Մեքենայով պտտվում ենք, պտտվանք, 3 անգամ պտտվեցինք, ասենք լավ, այս 3-ը համարենք, մենք 7 անգամ էլ պատրաստ ենք պտտվելու, եկեք աղաղակ ենք, եկանք հասանք, դիմացը ու գոռացինք, Տեր, ուզում ենք, սա մերն է, այսի քո տունը պիտի լինի, բան ու գնացինք։ Ես մարդիկ նայում ես պապիներն ես ով են սրանք։ Եկան 0.6-ով։ Եկան պտտվան, 3 հատ պտտվան, եկան կանգնան դիմացը, գոռացին, թողին գնացին։ Ուրեմն դրա գիշերը շատ ուժեղ քամի եղավ, շատ զորավոր քամի եղավ։ Եվ մեծ սայն կար, վերևը գրված էր ունիվերմագ, մեծ սայն էր, որ ամեն մի տառը մարդու բոյի չափ եւ եթե ոչ ավել, ուրեմն հաջորդ առավոտ այդ մեծ հսկայական սայնը պոկվավ ընկավ գետին։ Դա առաջին նշանն էր, որ Աստված որոշել է այս տեղը տա մեզ։ Եվ պատմությունը շատ արագ եմ ուզում պատմել, շատ մանրամասների մեջ չեմ մտնելու։ Այդ հավատքի քայլը շատ զորավոր էր։ Ինչ տեղի ունեցավ իրականում։ Իմացանք, որ աճուրդի է դրված, եկեղեցում չկա բավականաչափ գումար, որ առնենք, եւ եթե չեմ սխալվում, կներեք, կարողա թվերի մեջ մի փոքր սխալվեմ, ինձ ներող կլինեք ամեն դեպքում։ Իմացանք աճուրդի օրը եւ այդ մարդը, որ այդ ժամանակվա խանութի կարելի ասել տերն էր, որ ինքն էր ուզում առներ, աճուրդի օրը որոշված է, աճուրդը գնահատված է, եթե չեմ սխալվում, $40,000 ԱՄՆ դոլար, եւ այս մարդը, որ կարծես արդեն հակառակորդա դուրս գալիս մեզ,
ինքը ասում է դուք չեք առնի, եթե իմն է, էսի ես պետքա բան անեմ, վերջը շատ նենց վատ սկսեց տրամադրվել բան, մի խոսքով, երկարը կարճ եմ պատմում, աճուրդի օրը գալիս է, եւ հովիվը գնում է աճուրդում տեսնում են, որ միայն հովիվն է նստած, բանի եղբայրներից մեկի հետ, ուրիշ մարդ չկա, դե սպասում են էլ ոչ մեկ չկա, չի կարա սպասի, որտեվ աճուրդի օրն է, $40,000 տվող կա, մարդ չկա, հովիվն է նստած, ձեն չի հանում, չկա, 35,000 չկա, 30,000 չկա, 20 չկա, իջավ հասավ 13 ներողություն, $9,000, եթե չեմ սխալվում, $9,000, հովիվը բանանում ասում այ մարդ ասում, սրանից ցած որ հանկարծ մի բան էլ ասեց, կարող ասել վերջ, չենք այսօր աճուրդը քենսել ենք, որտեղ ոչ մեկ չկա, ասեցի ես եմ ուզում, ուրիշ մարդ չկա կողքը, ասեց շատ լավ ասեց, առարկումներ կան, չկան, ոչ մեկ չկա դահլիճում, $9,000 եւ այս շենքը ձերն է, բերեք փաստաթղթերը լրացնում են, ուրախ զվար գալիս են տուն, գյուղի միջով ասում են, մեկ էլ այդ տղեն է հանդիպում։ Հա ասում է, մեկը ասում է, դուք այդ շենքը չեք կարա բան անեք, գալիս է շենքի մոտ, ասում աղբերս ասում է, այս շենքը արդեն մերն է, ոնց թե ձերն է։ Բա հա աճուրդ պետք է լինի աղբերս, աճուրդն եղել է արդեն, ոնց թե աճուրդն եղել է։ Հա ասում աճուրդը եղել է, այդ շենքը արդեն գրանցված է մեր անունով, հեսա էս էլ թուղթը։ Ուրեմն ինչ է լինում։ Այս մարդը քնած է մնում աճուրդի օրը։ Չի գնում աճուրդի, չի գնում այնտեղ, միանշանակ բաց է թողում աճուրդի բանը, իր մասը, եւ այդպես ամբողջ ծախսերը իրար հետ $13,000 եղավ այդ ամբողջ հսկայական երկու հարկանի ունիվերմագի շենքը։ Եվ հիմա մի հրաշալի գեղեցիկ մեր Տեր եւ Փրկչի Հիսուս Քրիստոսի Բեթել եկեղեցի է կոչվում այդ եկեղեցին, գրանցված հրաշալ եկեղեցի, որտեղ աղբորս աներն է հովություն անում եւ եղբայրս էլ է տեղ հովություն անում։ Այսինքն դա մի հրաշալի օրհնություն էր։ Այդ քայլելը շրջել այդ ամեն ինչ լավ էր, պատերը քանդվեցին, բան։ Հիմա եկանք հասանք միտեղ, որ պիտի արդեն հասնեմ վերնագրին եւ սրանով պիտի վերջացնեմ։ Պատեր, որոնք որ Հեսուն չկարողացավ քանդել։ Հեսուն չկարողացավ քանդել ներսի կռապաշտության պատերը, հրաշքների պատերը չկարողացավ բժշկությունների պատերը քանդել։ Ոչ մի բան չկարողացավ անել։ Հեսուի համար միայն տարածքային խնդիրն էր, որտեղ ինքը պետքա քաղաքի պարիսպների համար իր գործը աներ։ Տարիներ հետո, սիրելներ, այնինչ որ տեղի ունեցավ այդ քաղաքի մեջ, դա ուղղակի հիացնում է մեզ։ Ով կարող է անել այն, ինչ որ չի կարող անել մարդու ձեռքը։ Ով կարող է անել։ Միայն Տեր Հիսուսը կարող է անել։ Ամեն։ Ուրեմն եկեք հրաշալի մի քանի համարներ կարդամ, երկու մաս եւ վերջացնում եմ։ Ղուկաս ավետարանի մեջ 18-րդ գլխի մեջ 35-ից 43 համարներում կարդում ենք մի հրաշալի պատմություն եւ եղավ, որ նա Երիքովին մոտենալիս մի կույր ճանապարհի վրա նստած մուրացկանություն էր անում եւ երբ որ ժողովրդի անցները լսեց, հարցնում էր, թե դա ինչ է, եւ պատմեցին նրան, թե Հիսուս Նազովրեցին է անցնում։ Եվ նա աղաղակեց եւ ասեց. Հիսուս, որդի Դավթի, ինձ ողորմիր։ Եվ նրանք, որ առաջից գնում էին, հանդիմանում էին նրան, որ լռի։ Իսկ նա ել ավելի էր աղաղակում. Որդի Դավթի, ողորմիր ինձ։ Եվ Հիսուսն էլ կանգնեց եւ հրամայեց, որ նրան իր մոտ բերեն։ Եվ երբ որ նրա մոտ հասավ, հարցրեց նրան եւ ասեց. Ինչ ես ուզում, որ անեմ քեզ։ Եվ նա ասեց. Տեր, ուզում եմ տեսնել։ Եվ Հիսուս ասեց նրան. Տես, քո հավատքը ապրեցրեց քեզ։ Եվ իսկույն նա սկսեց տեսնել եւ նրա ետևից գնում էր Աստծուն փառավորելով եւ բոլոր ժողովուրդը որ տեսան օրհնում էին Աստծուն, հալելույա։ Հիսուսը մտավ միտեղ, մի քաղաք, որի պարիսպները Հեսուն էր քանդել, արտաքին պարիսպները, բայց ներքին պարիսպները ինքը պետք է քանդեր։ Դիվային ազդեցությունները, հիվանդության անեծքները միայն Աստծո որդին Հիսուս Քրիստոսը իրավունք ունի քանդելու։ Ոչ ոք չունի այդ զորությունը դիվային ազդեցություններ քանդելու, միայն Տեր Հիսուս Քրիստոսը։ Եվ մենք տեսնում ենք, որ նա մտավ քաղաք Երիքովին եւ տեսավ այդ կույրը, Աստված հոգեվոր կուրություններ բժշկող Աստված է։ Նա կարող է մարդու հոգեվոր աչքերը բացի, որ մարդը կարողանա Աստծուն փառավորի։ Տեսնում եք այստեղ ինչ ասում, մարդիկ էլ որ տեսնում էին, Աստծուն էին փառավորում իր հետևից գնալով։ Դրանից առաջ տեսնում ենք, որ բոլորը Հեսուին էին ծափ տալիս եւ կռապաշտությունից չդադարեցին, բայց երբ որ Հիսուսը բժշկեց այս կույրի աչքերը եւ նա իր աչքերը հենց բացվեց, ում տեսավ,
Հիսուսին տեսավ։ Եվ ինչ անում, գրված է, բոլորը Աստծուն էին փառք տալիս։ Միայն Տերը կարող է այս հոգևոր կուրության պարիսպները քանդի։ Որովհետև սրանից առաջվա սլայդը, սիրելներ, հենց սա էր, որ Հիսուսը այս քաղաքի մեջ բերեց փրկագնում եւ վերականգնում։ Փրկագնում եւ վերականգնում։ Սա մեծ հրաշք էր, սիրելներ։ Գիտեք, որ բոլոր մարդիկ առանց Աստծո հոգևոր կույր մարդիկ են։ Նրանք, ովքեր ծնված են աստվածային պաշտամունքը չիմանալով, չճանաչելով Տիրոջը, նրանք հոգևոր կույր են։ Կարիք կա, որ Աստծո ձեռքերը կպնի մեր աչքերին, որպեսզի մենք Տիրոջը տեսնենք։ Գիտեք, չենք կարող սրբություն ապրել, չենք կարող ընտանեկան համերաշխություն ապրել, չենք կարող սեր վերապրել ընտանիքի մեջ, եթե մենք Աստծուն չունենք մեր կյանքի մեջ։ Չենք կարող։ Մի օր միտեղ մեր շահերը չեն համապատասխանի իրար հետ, եւ մեկը կգնա իր ճամփով, այն մեկը կգնա իր ճամփով։ Բայց եթե կա մեզ միաբանող Քրիստոսի սերը, այն ժամանակ ընտանիքը կարող է լինել օրհնված, խաղաղ, դա կլինի նաև հարատև։ Ամեն։ Ուրեմն, սիրելիներս, այս Երիքովի հրաշքը ցույց է տալիս Հիսուսին որպես Մեսիա, որպես թագավոր։ Այդ հռչակումը, օրինակ, երբ որ Հեսուն պատերը քանդեց, չասեցին ինքը մեր Մեսիան է, ինքը մեր թագավորն է, բայց Հիսուսը երբ որ կուրին բուժեց, բոլոր ժողովուրդը հայտարարում էին, որ նա Մեսիան է եւ նա թագավորն է։ Ամեն։ Եվ երկրորդն ու վերջինը, սիրելիներ, մի մարդ կար, Ղուկաս ավետարան 19-րդ գլուխ 1-10 համարներն եմ կարդում։ Անունը Զաքեոս էր, գրված է, եւ մտավ Երիքովի միջով անցնում էր Հիսուսը, եւ ահա մի մարդ անունը Զաքեոս կոչված, որ մաքսապետ էր եւ ինքն էլ հարուստ էր, եւ ուզում էր Հիսուսին տեսնել, թե ով է, բայց բազմության պատճառով չէր կարողանում, որովհետեւ հասակով կարճ է։ Եվ առաջ վազեց, վեր ելավ ժանտաթզենի վրա, որ տեսնի նրան, որովհետև այնտեղով պիտի անցներ։ Եվ երբ որ այնտեղ հասավ Հիսուսը, վեր նայեց նրան եւ ասեց. «Զաքե, շուտ արա իջիր, որովհետև ինձ այսօր պետք է քո տունը մնալ»։ Նա էլ շտապելով իջավ, ուրախությունով ընդունեց նրան։ Եվ բոլոր տեսնողները տրտնջում էին եւ ասում էին. «Մեղավոր մարդի մոտ մտավ հանգիստ առնելու»։ Զաքեոսն էլ կանգնեց եւ Տիրոջը ասեց. «Տեր, ահա իմ ունեցածի կեսը աղքատներին կտամ։ Եվ եթե մեկին զրպարտություն եմ արել զրկելով, 4 պատիկ կվճարեմ»։ Եվ Հիսուսն էլ նրան ասեց, թե այսօր փրկություն եղավ այս տանը, որովհետև սա էլ Աբրահամի որդի է, որովհետև մարդի որդին եկավ, որ որոնի եւ ապրեցնի կորածին։ Ամեն։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞ պատմությունը։ Հետարքերը սա է, որ այդ Զաքեոսին, ինչպես որ մենք ենք ճանաչում, իրեն ատում էին, չեն սիրում, հարկահավաք էր։ Չգիտեմ ինչքան տոկոս էլ իրանն էր, որտեվ ինքը ինչ որ հավաքեր իրանից բան ուներ, տոկոս ուներ։ Ինքը շատ հարուստ էր, բայց աղքատներից վերցնում էր իր ավելի հարստանալու համար, եւ իրան չէին սիրում, չէին հարգում իրան։ Բայց տեսնում ենք, որ շատ էր ուզում Հիսուսին տեսնել։ Երբ որ բարձրանում է այդ ծառի վրա, Հիսուսը, երբ որ մոտենում է, կհիշեք ինչ անուն ասեց իրան։ Բարձր ասեք։ Զաքե, սա այն անունն է, որ իր ծնողն է իրան կանչել։ Սա այն անունն է, որ իրան իր պապան է կանչել։ Տերը ցույց է տալի, որ ես քո հայրն եմ։ Ես քեզ կանչում եմ հենց այտենց, քեզ սիրելով, քեզ չեմ մեղադրում։ Գիտեք, Օսը դա հռոմեական անունների վերջածանցն էր, ցույց տալով, որ դա հռոմեական անուն է պատկանելությամբ։ Զաքեոս, Մաթեոս, չէ, ինչ որ օսերը։ Եվ տեսնում ենք, որ Տերը խոսում է իր հետ այնքան անմիջական, Զաքե։ Ոնց որ մեկը ինձ ասի, Արդ, պապան, մաման ոնց են ձեզ կանչել, չէ։ Ինչքան քաղցրություն կա այդ անունի կանչելու մեջ։ Եվ Տերը ուզում ասի, որ ես քեզ չեմ դատապարտում դրա համար, թե դու ինչ վատն ես, ինչքան են ատում քեզ, ես քեզ սիրում եմ։ Երիքովի արտաքին պարիսպների մեջ սեր չկար, բայց ներքին պարիսպների քանդվելու մեջ այն ինչ որ Հեսուն չէր կարող անել եւ չկարողացավ քանդել, Հիսուսը իր ներկայությամբ քանդեց, ատելության պարիսպները քանդեց։ Նա սիրո ներկայությունը բերեց այդ քաղաքի մեջ։ Եվ Զաքեն ապաշխարությունով նորոգվեց, գիտեք ինչ հետաքրքիր էր։ Վեր կացավ մի բան ասեց, որ իր ներսի օրենքի համաձայն ինք արեց։ Ես չեմ կարծում, թե Զաքեոսը կարդացել էր հին, ասենք, մովսեսական օրենքը, բայց ինչ ասեց,
ասեց Տեր, որին որ ես զրկանք եմ արել, զրպարտել եմ եւ իրան թալանել եմ, 4 անգամ ավել կվճարեմ։ Գիտեք, որ օրենքը այդպես ասում, եթե մեկը ինչ որ մեկի էշը սպանի կամ գողանա կամ ինչ որ մի բան անի, չէ, զրկի նրան, երբ որ ինքը բռնվի, 4 պատիկ պետք է վճարի։ Սա օրենքի գիրքն է ասում։ 4 անգամ ավել պետք է վճարի։ Եվ Զաքեոսը ներքին օրենքն է արթնանում իրա եւ խոսում է մի բան, որը Աստծո կամքն էր։ Եվ ինչ է ասում։ Տեր ասում է, որին որ զրպարտել եմ, որին որ զրկել եմ, 4 անգամ ավել կվճարեմ իրան։ Այն ինչ որ չկարողացավ քանդել այդ պարիսպները, որ չկարողացավ քանդել Հեսուն, օրենքին Աստծո ներկայության վերադառնալու համար Հիսուսը արեց։ Եվ տեսնում ենք Հիսուսի պատասխանը ինչն է։ Հիսուսն էլ նրան ասեց, թե այսօր փրկություն եղավ այս տանը, Երիքովի մեջ։ Այն ինչ որ չէր կարող անել Հեսուն փրկություն չէր կարող բերել, Հիսուսը պիտի փրկությունը բերեր։ Ուրեմն կան պարիսպներ, կան պատեր, որ մենք կարող ենք քանդել, բայց կան բաներ, որոնք մենք երբեք չենք կարող անել։ Ձեր ընտանեկան սերը, միաբանությունը դուք ոչինչ չեք կարող անել առանց Աստծո, պիտի Տերը գա որ անի դա։ Աստված պիտի իջնի, որ հարաբերությունները սրբվեն, մաքրվեն, որ սեր առաջանա, հարգանք առաջանա, նվիրում, ընծայում։ Չի կարող մեկը առանց Աստծո արժանապատիվ կյանք սարքել։ Չի կարող։ Դրա համար որքան կարիք կա սիրելներ, որ խնդրենք Տերը գա եւ այդ գործը անի մեր կյանքի մեջ։ Ամեն։ Որտեւ Հիսուսն այսպես է ասում, որովհետեւ Մարդի որդին եկավ, որ որոնի եւ ապրեցնի կորածին։ Մինչեւ ապրեցնել ինքը փնտրում է, մանա գալիս, գտնում է եւ ապրեցնում է։ Ուրեմն սիրելներս, որպեսզի ամբողջացնեմ, Հեսուի ժամանակ Երիքովի պարիսպները փլուզվեցին Աստծո զորությամբ, որպեսզի նրա ժողովուրդը կարողանա մտնել ավետյաց երկիր, Հիսուսի երկրային ծառայության ընթացքում նա քանդեց մեղքի, ամոթի, մերժման պատերը, բերելով բժշկություն, փրկություն եւ վերափոխում նրանց, ովքեր փնտրում էին նրան։ Ուրեմն արտաքին պարիսպը սա էր, երբ մենք անցնում ենք անհավատության արգելքից դեպի հավատք, դեպի կենդանի Աստծուն, իսկ ներքին պարիսպները, երբ մենք բժշկվում եւ վերականգնվում ենք մեր կյանքի ներսում։ Ուրեմն, եթե դու առաջի պատից անցել ես եւ հասել ես երկրորդ պարիսպին, այսօր ժամանակն է Տիրոջ հասել, Տեր, մտիր իմ քաղաքը եւ քանդիր այդ պարիսպները։ Ես երկրորդ պարիսպը չեմ կարող քանդել, Տեր, դու կարաս անես։ Ինչքան սրտեր են իրարից կոտրված ընտանիքներում, անգամ հավատքի ընտանիքներում, սրտեր են կոտրված, ինչքան, ինչ ասեմ, մարդիկ բաժանված իրարից, ներսում, դրսից նայում ասում են, երանի ես տանը, ներսից ասում են, եփ պետք է բրծնի ես տունը։ Եկեք իսկապես Տիրոջը կանչենք մեր քաղաքների։ Քաղաք ասելով հասկանում եք, մեր անձնական կյանք, մեր ընտանեկան, մեր շրջապատ, այնտեղ որտեղ որ մենք կանք, որտեղ մեր ներսի առաջին շփումներն է։ Եթե կարիք ունես այդպիսի աղոթքի, կանգնիր Տիրոջ ներկայության մեջ։ Կխնդրեմ պաշտամունքի խումբը բարձրանալ։ Եկեք խոնարհեցնենք մեզ Տիրոջ առաջ։ Փառք տանք առաջինը Տիրոջը, որ այդպիսի Հիսուս ունենք, որ ինքը պատեր չի ճանաչում, նա արգելքներ չի ճանաչում։ Միակ արգելքը, որ կարող է Տիրոջը արգելի, դա մեր անհավատությունը եւ խիստ սիրտն է։ Բայց մենք կարող ենք այսօր Տիրոջ առաջ մեր սիրտը բացել, ասել Տեր, իմ պարիսպները քանդի։ Եթե չեմ զգում քեզ, եթե չեմ տեսնում քեզ իմ տան մեջ, իմ կյանքի մեջ, հիմա հրավիրում եմ, որ դու քանդես այդ պարիսպները։ Խոնարհենք մեր գլուխները Տիրոջ առաջ։ Միասին աղոթենք Տիրոջը։ Քո խոսքերն ասա, ինչ պատերի քանդվելու կարիք կա, բժշկության կարիք կա, հրաշքի կարիք կա, սիրո կարիք կա, հավատքիդ կարիք կա, որ դրանք ավելանան քո հոգևոր կյանքի մեջ։ Սիրելի Տեր, շնորհակալ ենք քեզ։ Փառք ենք տալի քեզ, որ քեզ ունենք, Տեր։ Շնորհակալ ենք, որ մեր ամեն մի քայլը դու վերահսկում ես եւ դու գիտես մեզանից ամեն բան։ Չկա որևէ բան, որ ծածկված լինի քո առաջից, ով Աստված մեր։ Մենք որքան գնահատում ենք այս հրաշալի պահը, որ թեև զորավոր մարդիկ կարող են մեր շուրջը լինել,
Բայց կյանքի փոփոխությունը քեզանից է կախված, Տեր։ Երբ որ դու մտնես մեր քաղաքները, երբ որ դու մտնես այդ հաստ պարիսպներից ներս, երբ որ դու կոտրես այդ պարիսպները, Տեր, ատելության, թշնամանքների, անհավատության, այն ժամանակ, Տեր, մեր սիրտը բաց կլինի քեզ ասելու, օրհնյալ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Մեր սիրտը միայն քեզ կասի, որ մենք քեզ երկրպագում ու սիրում ենք, մնա մեզ հետ, Տեր, մնա մեր քաղաքի մեջ, ապրիր մեզ հետ միասին, ապրիր այստեղով, Տեր, այն տեղերում, որտեղ որ մենք ապրում ու կանք, ապրում ենք եւ կանք, Տեր։ Խնդրում ենք, որ դու քո ներկայությունը տարածես մեր կյանքերի մեջ։ Տեր, հաճախ չենք կարողանում ներել, խնդրում ենք, որ այդ թշնամության պարիսպը կոտրես։ Հաճախ չենք կարողանում սիրել, խնդրում ենք, որ այդ չարության սրտի պարիսպը փշրես։ Հաճախ չենք կարողանում քեզ վստահել, մեր անհավատության պարիսպները փշրիր։ Անախորժություններ, թշնամանքներ ընտանեկան, ներքին, արտաքին, խնդրում ենք, Տեր, փշիր այդ պարիսպները։ Շնորհակալ ենք քեզ, որ դու անարգելք կարող ես մտնել մեր կյանք, որովհետև մենք քեզ տալիս ենք այդ իրավունքը, Տեր։ Չենք խանգարի քեզ, Տեր, քեզ հրավիրում ենք, արի, Տեր, քո հրաշքը արա։ Մենք մարդ ենք, չգիտենք ինչպես դա տեղի կունենա, Տեր։ Անկախ նրանից, թե ով ինչ կասի, բժիշկը ինչ կասի այդ ցավերի հիվանդության մասին, բայց գիտենք մեկ բան, Տեր, մեր անկարողությունը մենք կհայտնենք քեզ հիմա, բայց քո ամենակարողությունը ուզում ենք տեսնել, Տեր Աստվածի։ Թող քո հրաշքը լինի, Տեր։ Սիրելիներ, եթե գիտեք, որ միտեղ որ հնարավոր է ձեր ձեռքը դնեք ձեր հիվանդության վրա, կարող եք ձեր ձեռքերը դնել հիմա։ Ձեր ձեռքը դրեք ձեր հիվանդության վրա։ Այնտեղը, որտեղ տկարություն եք զգում եւ կարիք կա հրաշքի եւ բժշկության։ Կարող ես հիմա Տիրոջ ասել, Տեր, ես հիվանդության պարիսպների քանդվելը քեզ եմ վստահում։ Քայլիր իմ պարիսպների վրայով, Տեր։ Տեր Աստված, արձակիր քո զորությունը բժշկության։ Հիսուս, թող քո ձեռքերից այս բժշկությունը հիմա տեղա քո զավակների վրա։ Թող հրաշք կատարվի, Տեր։ Թող հրաշք կատարվի, Տեր, ամեն ուռուցք թող վերանա Հիսուսի անունով։ Թող ոչնչանա Հիսուսի անունով։ Թող ամեն երակներ վերադառնան իրանց ճիշտ չափին, թող ամեն տեսակ վարիկոզ, ամեն տեսակ ճնշումներ, ամեն տեսակ խանգարումներ թող վերանան Հիսուսի անունով։ Թող ամեն տեսակ ցավեր, մեջքի եւ վզի ողնաշարի Հիսուսի անունով թող քանդվեն եւ վերանան։ Տեր, մենք այս հաղթարշավն ենք ուզում, որ դու անես մեր կյանքի մեջ։ Մենք ուզում ենք, որ այս բժշկության հաղթարշավն անես, Տեր։ Թող ամեն քաղցկեղ, ամեն մի բջիջ, ամեն մի վնասվածք, թող որ վերանա եւ քո ժողովուրդը սրբվեն եւ մաքրվեն այն հավատքի հիմքի վրա, Տեր, որ ունենք Հիսուս Քրիստոսի բժշկարար ձեռքերին։ Մենք ապավինում ենք քեզ, Տեր։ Մենք վստահում ենք քեզ, Տեր։ Մենք կանչում ենք քո ամենակարող անունը։ Շնորհակալ եմ քեզ։ Տեր, ես աղոթում եմ, որ հենց հիմա այս պահին, Տեր, քո խոցված ձեռքերը, քո բժշկող ձեռքերը դնես, Տեր, քո զավակների վրա։ Քո խոսքը հայտարարես, ով Տեր, ինչպես որ դու ասեցիր, տես, եւ այդ կույրը մեկ ակնթարթում պարզապես բացեց աչքերը եւ տեսավ։ Ես աղոթում եմ, որ հենց այս պահին, Տեր, քո ծառաները, քո որդիները, դուստրերը, ովքեր որ կարիք ունեն հրաշքի, թող հենց այս պահին, Տեր, տեսնեն քո հրաշքը։ Եվ թող դա կատարվի Հիսուսի զորավոր անունով։ Շնորհակալ ենք քեզ։ Տեր, դու տարածություն չես ճանաչում, Տեր։ Եվ հիմա աղոթում ենք բոլոր նրանց համար, ովքեր հիվանդություն ունեն, նրանք ովքեր կարիք ունեն հրաշքի եւ բժշկության։ Տեր Աստված, աղոթում ենք, որ քո ձեռքը նրանց հետ լինի։ Աղոթում ենք մեր յուրիկ եղբոր համար, Տեր։ Աղոթում ենք, որ իր մարմնի մեջ բժշկություն լինի Հիսուսի անունով եւ այդ ցավերը վերանան եւ ամեն բան գա իր նորմային, Տեր, եւ ամեն ոսկորները, Տեր, թող որ միավորվեն եւ այլևս չհիշեցնեն իրանց այդ ցավը Հիսուսի անունով։
Մեր Վիոլետայի աղբոր համար ենք աղոթում, Տեր, որ քո բժշկությունը լինի։ Որ այդ ոսկորները, Տեր, հիմա քո երկնային հրամանով կարգավորվեն, Տեր։ Տեր Աստված, աղոթում ենք, Տեր, Գայանե քրոջս տղայի Սամի համար, որ նրան բժշկես կատարելապես, Տեր, թող որ ոչ մի հետք, ոչ մի տեղ այլևս չցավի եւ չմնա, Տեր։ Թող երբեք որևէ մետաստազ, որևէ արդյունք չարի, որևէ գործունեության հետևանք սխալ չլինի այդ մարմնի մեջ Հիսուսի անունով։ Եվ ինչ process-ով որ եղբայրս անցնում է հիմա, թող դա նպաստի կատարյալ հրաշքին, Տեր։ Տեր, նրանք ովքեր որ ունեն իրանց սրտի մեջ աղոթքներ, թեև ես չգիտեմ, բայց դու ամենքին լավ գիտես, Տեր։ Քո հրաշքն ենք ուզում, Տեր։ Քո բժշկությունը, Տեր։ Հիսուսի անունով, մենք քեզ ենք վստահում, Տեր, մենք մեզ չենք վստահում։ Մենք մեզ կհիասթափեցնենք, բայց դու մեզ կհուսադրես։ Շնորհակալ ենք, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր։ Ամեն մեկը, ովքեր իրանց կանանց, ամուսինների, ընտանիքի, երեխաների, հարազատ բարեկամների համար կարիք ունեն աղոթքի ու հրաշքի, Տեր, աղոթում են քո բժշկությունը թող կատարվի։ Թող այդ ներքին պարիսպները քանդվեն այսօր։ Նաև ես աղոթում եմ, Տեր, որ ամեն կռապաշտության եւ ամեն սխալ պաշտամունքի պարիսպները քանդվեն քո զավակների մեջ։ Թող անգամ այդ հոգևոր չերևացող պարիսպները, որ թշնամին կառուցում ամեն օր, որպեսզի մեզ մի օր մեր երեսը քո երեսից ծածկի, թող այսօր այդ պարիսպները քանդվեն Տեր Հիսուսի փառավոր անունով։ Թող ամեն ժամանակ տեսնենք քո երեսը։ Շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք քեզ։ Շարունակիր հավատալ քույրս եղբայրս, շարունակիր Տիրոջը օրհնել։ Երկրպագության մեջ եկեք միասին Տիրոջը երկրպագենք, պատվենք եւ նրանից խնդրենք, որ Տեր այդ պարիսպները քանդի։ Քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ սարեն են հալվում սարեն, քո սուրբ ներկայության մեջ, Այո Հիսուս, քո սուրբ ներկայության մեջ, այո իմ Աստված, քո սուրբ ներկայության մեջ սարեն են հալվում։ միասին ասենք, ես ուրախ եմ Տեր քո տան մեջ, ես ուրախ եմ Տեր քո տան մեջ, Ես ուրախ եմ քեզնով միայն, ես ուրախ եմ միայն Տեր քո տան մեջ, ես ուրախ եմ Տեր քո տան մեջ, ես ուրախ եմ միայն Տեր քո տան մեջ, ես ուրախ եմ քեզնով միայն, ես ուրախ եմ միայն Տեր քո տան մեջ, քո սուրբ ներկայության մեջ, միասին երգենք, սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ, քո սուրբ ներկայության մեջ սարեն են հալվում սարերը, քո սուրբ ներկայության մեջ, այո քո սուրբ ներկայության մեջ, թող քանդվեն պատերը, ներկայության մեջ պատերն են քանդում, սարը մեղքի, սարը ցավի, սարը հոգսի եւ հիվանդության քո երեսից ողտեր սարեն են հալվում սարերը սարը մեղքի սարը ցավի սարը հոգսի եւ հիվանդության քո երեսից ողտեր սարեն են հալվում նորից ասենք, սարը մեղքի, սարը մեղքի սարը ցավի սարը հոգսի եւ հիվանդության քո երեսից ողտեր սարեն են հալվում սարերը սարը ցավի սարը հոգսի եւ հիվանդության քո երեսից ողտեր սարեն են հալվում շնորհակալ ենք քեզ Տեր, որ քո ներկայության մեջ ամեն սարերը, ամեն պատերը կարող են քանդվել,
Եվ քո օրհնությունները կարող են հասնել քո զավակներին։ Թող օրհնյալ լինի ամեն ծառատ, ով Տեր։ Թող քո հրաշքը տեղա քո զավակների վրա, Տեր։ Թող քո երկնային այցելությունը լինի, Տեր։ Եվ մեր կյանքերի, մեր այդ խոստումների մեջ ապրելու քաղաքը թող որ Տեր մեկ պարիսպ ունենա, Տեր Հիսուս Քրիստոս պարիսպը։ Դու ասեցիր, որ քեզ վստահող, քեզ հավատացողների շուրջը դու զորավոր պարիսպ ես, ով Աստված։ Եվ մենք քեզ ենք ուզում որպես միակ պարիսպը, չենք ուզում սատանայի որևէ պարիսպ, այլ ուզում ենք ճշմարիտ Աստծո պարիսպը մեր կյանքի շուրջը, որ ոչ թե թշնամին մեզ պահի քեզնից, այլ դու մեզ պահես թշնամուց, դու մեզ պահես ամեն չարից, եւ քո ձեռքը մեզ հետ լինի, եւ քո օրհնությունը մեզ հետ լինի, մինչև հավիտյան, սիրելի մեր Փրկչի, Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով ենք աղոթում։ Ամեն, ամեն, հալելույա, հալելույա։ Օրհնյալ լինի Տերը, օրհնյալ լինի մեր Աստվածը։ Ամեն, ուրախ եք, եթե որևէ բժշկություն, որևէ բան տեղի է ունենում, սիրելիներ, ամուր պահեք, եւ եթե դեռ պրոցեսը դեռ շարունակվում է, շարունակենք հավատալ մինչև վերջ։ Տերը թող օրհնի մեզ բոլորիս, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հիանալի հաղորդությունը բոլորիս հետ լինի։ Ամեն։ Օրհնյալ շաբաթ բոլորիս, գնանք խաղաղությամբ։